ապրում ենք նախ վախի մթնոլորտում, հետո օրինակ խաղաղության մասին են խոսում են դեպքում, երբ պատանդներ կան, գժությունը չէ, խոսում են սահմանադրությունը փոխելու մասին, չնշելով թե սահմանադրության, գործող սահմանադրության ինչն է վատը։ Այ հիմա դա սարսափելի բան է։ Եվ այս բոլորը մարդիկ որ տեսնում ամեն մեկը կամ տեսնում է որ հարկ էր տալիս օրինակի համար 10,000 դրամ, հիմա տալիս է 30,000։ 3 անգամ 3% չի, 3 անգամ է ավելացել։ Չեմ խոսում իմ օրինակի մասին, որ հատուկ իմ նկատմամբ հատուկ են դա արել, այս տարի 200 անգամ ավելի են վճարելու, քան 4 տարի առաջ են վճարել։ Այսինքն մարդիկ տեսնում են, որ մենք իբր թե պարտվեցինք, բայց պարտվել ենք ինչ որ հեռավոր վայրերում ռազմական գործողությունների ժամանակ, բայց չէ որ Սարդարապատից առաջ մենք մեզ պարտված չէինք համարում։ Իսկ Սարդարապատից առաջ թշնամին Երևանի տակ էր, Այսինքն ուզում են հասկանալ, այս ինչ է կատարվում, հետո այս ինչ 4-րդ հանրապետության մասին է։ Ամեն մարդ տարբեր բաների մասին, այսինքն իր գիտելիքներին համարժեք եւ իր փորձառությանը իր հետ կապված դեպքերի։ Ասում են, ինչ, ուրեմն սովետական ժամանակը եղել է հանրապետություն, հա, բայց ինչ ենք հանրահավաք անում անկախանալու համար։ Այսինքն նա երկրորդն եղել, այս ինչ գժություն է։ Այս բոլորից ուզում են թանկացումները։ Խոսում են իբր կյանքի մակարդակը բարձրացել է, բայց գիտեք, միջինը 2 անգամ բարձրացել է ամեն ինչի գինը։ Այս բոլորը մարդիկ տեսնում են ու հասկանում են, որ դրա հիմքում կանգնած են իրենց ճակատագիրը տնօրինելու մենաշնորհը ամրագրած, մենք այսպես ենք որոշել, ինչ ուզենք էդ էլ կբանակցենք, ես եմ կառավարությունը։ Այդ սրա վերջը պետք է տալ։ Այնպես որ ես ընդհանուր բառերով կարող եմ մանրամասները կարող եմ ներկայացնել, բայց ընդհանուր բառերով իրավիճակը պետք է փոխել։ Հետո հայերի համար խտրական վերաբերմունքի արժանացած լինելը բնականon են ուզում դարձնել։ Ես օրինակ այդ ճանապարհի մասին ասում եմ, տեսեք, Թրամփի ճանապարհ կոչվածը։ Այդ ճանապարհը Ճապոնիայից գալիս է մինչև Պորտուգալիա։ Ինչի որևէ տեղ միջանցք չկա։ Այդ ինչի ամենտեղ ճանապարհ է, Հայաստանում պիտի լինի միջանցք։ Սա խտրական վերաբերմունք է։ Հայերը, եթե ինչպես ասենք, ուղղակի չեն ձևակերպում, ենթագիտակցության մեջ ասում են, ինչ է կատարվում։ Ինչ որ մեկը պիտի մեր տարածքում ճանապարհ կառուցի, այդ ինչի պիտի Հայաստանում ճանապարհ լինի ինչ որ մեկի անունով հատուկ ճանապարհ։ Այդ որտեղ է գրված։ Այդ ինչի Ադրբեջանում չկա օրինակի համար, ասենք Պուտինի ճանապարհ կամ Էրդողանի ճանապարհ։ Ինչի Ղազախստանով անցնելիս ճանապարհ է։ Չէ, սա խտրականության դրսևորում է։ Եվ գիտեք, մենք տարբեր հարցերի մասին խոսելիս շատ ճիշտ կլինի ու շահեկան, եթե մենք գտնենք այն շեշտադրումները, որոնք տվյալ երևույթը ընդգծում են որպես բացասական։ Երբ Արցախի մասին օրինակ խոսելիս ասում է էթնիկ զտում, լուրջ սխալ է։ Պիտի միայն ցեղասպանություն բառը օգտագործել, որովհետև դա միջազգային ցեղասպանագետների միջազգային կառույցի տված գնահատականն է։ Նրանք համարում են, որ սպանություն բառը եթե չի եղել, սպանությունը եթե փաստացի չի հաստատվել այդ օրը, ուրեմն ցեղասպանություն չէ, զտում է։ Դե ուրեմն իրենք այդպես ասում են, չիմանալով Միավորված ազգերի կազմակերպության բանաձևի բովանդակությունը, որևէ հետապնդում ազգային, ռասայական, կրոնական, դա հետապնդում արդեն համարվում է ցեղասպանական գործողություն, գոնե այդպես պետք է կոչել։ Բայց ես ինչի համար սկսեցի, մենք պիտի մի բան շեշտենք, մեր ժամանակակից քաղաքակրթությունը հենված այն բանի վրա, որ որևէ անձ, որևէ ազգ, որևէ հավաքականություն խտրականության պետք է չենթարկվի։ Հիմա այդ ինչպես է պատահում, որ հայերից փորձում են պարտադրել, որ մեր պատանդների արկայությամբ կարող է խաղաղության պայմանագիր կնքվել կամ խաղաղություն հաստատվել։ Այսինքն խտրական վերաբերմունք է։ Ադրբեջանցի պատանդ կամ գերի չկա, բայց հայեր կան։ Այս պայմաններում այս ինչ խտրականություն է։ Մենք պիտի խոսենք խտրականության մասին։ Ես կարծում եմ, որ մեր այս ազգային խայտարակության թույլ տված սխալներ ուղղելու միակ ճանապարհն այն է, որ ինքը լինելով հայկական պետության ղեկավար ամեն քայլափոխին իրականացրել է հայերի նպաստել է հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորմանը։ Եվ մի բան կա մի կարևոր, ասեմ երեք ես ազգային ժողովում իմ ելույթում դա նշեցի, բայց պետք է որ մարդիկ իմանան։ Մենք Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ է ասում։ Գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանը իմ ընկերպարը չի որ վկայակոչում, բայց ինքն է ասել առաջինը։ Ես դա մտածել եմ, չեմ հրապարակել, իսկ ինքը հրապարակեց։ Նիկոլ Փաշինյանը այնպեսի դժվարություններ է ստեղծել մեր ազգի համար, որ հաջորդ եկողի համար շատ դժվար է լինելու։ Հաջորդները ուղղելու համար։ Ես հիմա գտել եմ դրա ճանապարհը, ինչպես դա նվազագույնի հասցնել։ Եթե Նիկոլ Փաշինյանը դատվի,
որպես կոռուպցիոն հանցախմբի ղեկավար։ Նրա բոլոր կատարած գործողությունները հանցավոր խմբի կողմից կատարված գործողություններ են։ Եվ մենք ամեն հայլափոխի ասում ենք, գիտեք, ինքը դատված է որպես հանցագործ։ Նրա անունը չտակ մեզ մոտ։ Դա էականորեն, եթե նույնիսկ դատարանում գտնեն, որ ինքը անմեղ սունակ է, այսինքն հոգեկան հիվանդ եղել է, խաբելով մեզ դիրացել է իշխանությանը, նույնիսկ դա օգտակար կլինի հետագայում նրա մինչև այսօր կատարած քայլերը չեղարկելու համար։ Միայն ազգային խայտարակությունը կարող է իրեն թույլ տալ, որ ազգային սահմանադրության մասին խոսակցություններին մասնակցի թշնամի պետության ղեկավարը։ Դրա համար եմ ես իրեն համարում ազգային խայտարակություն եւ ավելին պղծություն։ Ամենազգունի դրական կողմերը եւ նաեւ բացասական կողմերը։ Ինքը խորհրդանշում է մեր ազգի ամենաբացասական կողմերը։ Աշխարհի ոչ մի ուրիշ պետություն թույլ չի տվել, որ սահմանադրություն ստեղծելիս թշնամի պետության, չեմ ասում թշնամի, որևէ այլ պետության թելադրանքով լինի ղեկավար համարձակվի խոսել։ Մի անգամից ասում են փագիր բերանատ։ Այնպես որ գիտեք, մենք միշտ չէ որ կունենանք ժամանակ այսպես հանգիստ խոսելու երևույթների մասին, դա պիտի գիտակցենք, որովհետև նույնիսկ ոչ միայն Հայաստանի հետ կապված կարող է միջազգային իրադրությունը փոխվել եւ այդտեղ թշնամիները կարող են օգտվել այդ առիթից։ Հետևաբար այսօր շատ կարևոր է ժամանակը ճիշտ գնահատել ու արդյունավետ աշխատել։ Երեք ես դարձյալ ազգային ժողովում ասացի, նախագիծը տրված է, գործի 95%-ն արված է։ Սահմանադրության նախագիծի մասին։ Մնում է որ քաղաքական ուժերը համախմբեն երկու խնդրի շուրջ՝ իրավական ճանապարհին ընթացք տալու, այդտեղ ասում կրկնում եմ, հավորազաններ պետք չեն։ Պայմանական որոշակի օրեր պայմանավորվում ենք եւ համաշխարհային հանրությանն էլ հայտնի ենք դարձնում։ Այնպես պիտի լինի, որ նույն պետությունները, որ ուզում են, որ Հայաստանի հետ հարաբերություններ ունենան, հասկանան, որ իրենք գործ ունեն կոռուպցիոն հանցախմբի հետ։ Այսինքն մանավանդ այն միջազգային կառույցները, որ ֆինանսավորում են, նրանք պետք է դա հստակ իմանան։ Երկրորդն այն է, որ ստեղծված է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, դու պարտավոր ես քննարկել այն դիմումները, որ ստացել ես։ Հանձնաժողովը աշխատանքներ ըստ էության չի իրականացնում։ Հանձնաժողովը ունի նաև խորհուրդ, այդ խորհրդի անդամ Յոնեսյանը, որ իրեն այնքան էլ լավ չի դրսևորում, ամեն դեպքում այո, նա գոնե խոսում է այն բանի մասին, որ չենք աշխատում։ Բայց ամենակարևորն այն է, որ եթե դու խոսում ես սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, պիտի ասես թե ինչն է քեզ ստիպել։ Օրինակ ես ասում եմ, իշխանությունը չի պատկանում քաղաքացուն եւ դա պետք է ուղղել։ Հայաստանում իշխանության ճյուղերը իրար չեն հակակշռում։ Եվ դա սահմանադրությամբ պայմանավորված։ Հայաստանում կարող են մի քանի կազմակերպություններ արհամարելով ամբողջ ընտրազանգվածի տրամադրությունները ստեղծել կայուն մեծամասնություն, որը պարտադրված է։ Այսինքն այդ բոլորը խանգարում են մեզ։ Մենք ասում ենք ինչն է վատը, իսկ իրենք ոչինչ չեն ասում։ Հիմա եթե մենք հասնենք համագործակցության մեր ցանկալի մակարդակին, որտեղ այնտեղ տարբեր մոտեցումներ կան, 90%-ը գտնում են, որ պետք է իշխանությունը փոխել, նոր այս կամ այն բանն անել։ Իսկ ես սովոր եմ առանց իշխանությունը փոխելու, այդ իշխանությանը ստիպել ինչ-որ բան անել։ Երբ Հայաստանում եղավ անկախության հանրաքվե, կամ երբ ընդունվեց անկախության հռչակագիրը, իշխանությունը դեռ փոխված չէր, կոմունիստներն էին իշխանության։ Այս դեպքում ինչպես եք պատկերացնում։ Նույնն էլ այսպես, գիտեք, Չաուշեսկուին դատելու եւ գնդակահարելու համար նախ իշխանությունը չվերցրին Չաուշեսկուի իշխանության օրոք, նրա նշանակած պարլամենտը, դատավորները բոլորը ասացին, որ այսինքն դու պետք է համատեղ ուժերով աշխատես։ Այսօր մեր ժողովրդի հակառակորդներին նաեւ այս ազգային խայտարակությանը ինչն է օգնում, որ ասում է, տեսեք, տարբեր կարծիքներ կան, մենք էլ այս կարծիքին ենք։ Բայց երբ ազգային եւ նաեւ համամարտկային մեր առաջին հայտարարության մեջ նշված է, գիտեք, նշվում է ազգային եւ համամարտկային արժեքներ, դրանք իրար չեն հակասում։ Եվ դրանց այդ գաղափարների, գլխավոր գաղափարների շուրջ համախմբված լինեն քաղաքական ուժերը, հիմնական մասը գոնե, եւ հանրությունը։ Այդ դեպքում ակնհայտ կդառնա, որ այսինքն նրանք այսօրվա այդ ազգային խայտարակության մոլորված կողմնակիցները կհասկանան, որ իրենք սխալ տեղում են։ Դա մեր խնդիրն է, ոչ թե նրանց ոչնչացնել, սխալ համարել, այլ բացատրել, ինչ որ արել ենք ի սկզբանե։ Ես եւ գոնե իմ չեմ ուզում ասել այդպես իմ ենթակայության տակ աշխատող։ Ես ղեկավարն եմ, բայց ես եւ իմ գաղափարական ընկերները այն ժամանակներում, երբ խոսում էինք անկախության հանրաքվեի մասին, նախ մարդկանց էինք բացատրում, որ դուք իրավունք ունեք այս բաներին։